Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սփյուռքի հետ կապված նաև այսպիսի տեղեկություններ կան, որ անընդունելի է եկեղեցու դեմ գործողությունները, որոնք տարվում են Սփյուռքահայերի շրջանում եւ այս ամիսների ընթացքում նաև աշխատանք է տարվել Սփյուռքում գործող թեմակալ առաջնորդների հետ, որ միանան Փաշինյան օրակարգին կաթողիկոսի դեմ, բայց անհաջող է անցել եւ նրանք չեն միացել։ Դուք ինչ տեղեկություն ունեք, ինչ արձագանքներ են։ Նա ուզում եք ասեք ձեր ասած ճիշտ է թե չէ, դրան պատասխանեմ։ Արձագանքները Սփյուռքից, որոնք հնչում են, այսինքն նրանք չեն աջակցում են գործընթացին, որ Փաշինյանը առաջ է տարում կաթողիկոս լրացման։ Որ ասում եք արձագանքեք Սփյուռքից կարծիքներ, ինչ կարծիքներ են, կոնկրետ կասեք, ում մասն է խոսքը։ Սփյուռքահայերի մասին է խոսքը, ովքեր որ չեն միանում գործընթացին, թեմակալ առաջնորդները, ովքեր որ փաստորեն չեն միացել գործընթացին, թեև նրանց հետ աշխատանք է տարվում։ Միացել են։ Հիմա հարցնում հիմա շատ քիչ են միացնողներ եղել են, միանողներ եղել են։ Հովնան Սրբազանը Չի կանգնել։ Լավ, այդ Հովնան Սրբազանին կհարցնեք, հարցը դա չի։ Դուք որ ասում եք Սփյուռքը եւ այլն բան, դուք հասկանում եք որ ով ասեց ձեզ։ Դե մենք չենք տեսնում այդ աջակցությունը, որ կա փաստորեն։ Ես էլ տեսնում եմ։ ինչպես են աջակցում։ Բայց դուք ինչո՞ չեք տեսնում։ Որ չեն միանում Փաշինյան օրակարգին, արձագանքներ չեն հնչում, թեմակալները։ Ով ասեց չեն միանում։ Բայց ձեզ ով ասեց որ չեն միացել։ Կարող է միացել են գաղտնի են պահում։ Դուք ասենք Սփյուռքի հետ խոսում եք երբևէ։ Տեղեկություններ ունեք, որ միացել են։ Իհա, շատ-շատերը։ Շատ-շատերը։ Անհատները Բայց չի հրապարակում, այսինքն թաքուն գործողություններ է արվում։ Ասում են, որ դեմ ենք այս ամեն ինչին եւ այդ եկեղեցու մոտ բազմաթիվ մարդիկ մոտ 1 ամիս առաջ։ Եվ ասենք ազատ երկիր, հա, 1 ամիս առաջ բազմաթիվ մարդիկ դուրս են, բազմաթիվ մարդիկ դուրս գալը ոչինչ չի նշանակում։ Բողոքի դուրս եկած մարդկանց վրա ճիշտ է ազատ երկիր է։ Չերեմուխա չէ, այնտեղ դուք երևի լավ համակարգի հետ, դուք համակարգի հետ լավ ծանոթ չեք, ես որպես մարդ, որը քաղաքապետ է եղել, ունդեղ շատ լավ ոստիկանապետ, ահա, ձեզ ասեմ, եթե այնտեղ որևէ մեկը իր չափերը անցնի, այնտեղ ամեն տեսակի ուժել կգործադրվի, եթե որևէ մեկը օրենքը խախտի, տենց հեքիաթներ մի պատմեք, որ չերեմուխա չեն օգտագործում, պետք է շատ ուրիշ բաներ կօգտագործեն, թե ծանոթ չեք, օրինակ մի քանի միջադեպեր կան, թե ոնց, երբ որ մարդիկ փորձում են ուժ գործադրել պետության դեմ, Ամերիկան ոնց է դրան արձագանքում։ Միայն կրկին պետք է անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ասում է չեմ հանգստանա, միջև քո բականներին չհեռացնեմ։ Անհանգիստ մնալու է մարդը, ինչ Ու է։ նաև ասում է ոչ մի առաջնորդ իմ չափ փորձ չունի, վարչապետը սիրելու համար չէ։ Ինչի թալանի գողության փորձ։ Ամոթ չէ, այսինքն գոնե չխոսի փորձի մասին։ Ասում եք թշոխները եկա իմ օրոք պատվեց, ինչ է կենթակ, Կովկասյան ինչ է, Կովկասյան վագը, տեսական արտահայտվեց։ Լավ, ծիծաղացինք, անցանք առաջ։ Ինչ է ծիծաղել։ Որովհետև դուք շատ բան, դուք ասեմ երկրորդ կարիերա ունեք ստենդափ կոմիկներ։ Վատլին, Նարեկ ջան, վիրավորական իմաստով չեմ ասում, լավ հաջող է ստացվում, պարզապես։ Դե ես էլ ձեր հետ ուրախանում եմ, ասենք, բանա տրագիկոմեդիա ուրախանում եմ, բայց ներքուստ լուրջ ցավ եմ ապրում իհարկե։ Չէ, կարող իշխանապողություն կարող է լինել, այդ վտանգը չեք տեսնում։ Չէ։ Ինչու եք այդքան Փոխություն նախ սխալ բառ է, որովհետև ընտրություններ են տեղի ունենալու, այդ իմաստով, այսինքն ընտրությունների միջոցով փոխվելու է այլ ուժ է գալու։ Տեսեք, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իմ երազն է, որ Հայաստանում միշտ իշխանությունը փոխվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով եւ դա տեղի է ունենալու մի օր, անկասկած, անխուսափելիորեն, եթե տեղի չունենա, որ մենք խնդրեմ ունենք այս երկրում։ Դա լինելու է, այս անգամ չի լինելու։ Ինչի համար, որովհետև ես պարզապես ասեմ, նայում եմ, թե ով է ուզում իշխանության գալ, ու ասենք ձեր բերած օրինակները, ուսե սարսափազդու են։ Ուզում գա, որ ուժեղ Հայաստանում։ Դե կարծում եմ, որ չեն գալու։ Ինչի՞ նա Դե չեն գալու, գիտեք, ի սկզբանե եթե։ Իրոք դուք իմ կարծիքն եք հարցնում։ Հա, ես իմ կարծիքն եմ հայտնում։ Դե որովհետև ես հասկանում եմ, տեսնում եմ, թե երկրում ինչ է տեղի ունեցել, մարդիկ ոնց են դա գնահատում, եւ հասկանում եմ, որ մեր ժողովուրդը արդեն մի անգամ, երկու անգամ ցույց է տվել իր իմաստունությունը, եւ մեր ժողովրդի իմաստունությունը չի թույլատրի, որ տեղի ունենա նման արդյունք։ Ընդհանրապես Բայց ուժեղ Հայաստան չի եղել երբևէ իշխանության։ Ինչ եք Նախ ինչի, այդ մի բանը չեք կարող իրան կարող։ Դե հիմա տեսեք, ես իմ կարծիքը ձեզ հայտնեցի։